Բարև ձեզ։ Ներողություն եմ խնդրում, կրկին շտապօգնության մեքենա էր եկել, առաջին անգամ Վարդան Ղուկասյանի համար է, Լիլիթ Աղեկյանը հաստատեց, հիմա տեղեկություններ ունեք, կրկին իր ինքնազգացողությունն է վատացել։ Չէ, այս բանը չունեք, ճիշտ ասած տեղեկություն։ Իսկ որևէ տեղեկություն կա, մեղադրանք առաջադրվել է, չի առաջադրվել։ Չգիտեմ։ Չէ, տեղը չէ։ Դուք ասել եք, որ Գյումրու բաստիոնը պիտի ըստ էության պահել, հիմա տեղեկություններ կան ոչ միայն որ քաղաքապետարան էին մտել, այլ նաև Վարդան Ղուկասյանի գրասենյակը, ինչ որ բան, որ փնտրում են կգտնեն թե չէ եւ ձայնը ոչ մի բան չէ, շոու են անում։ Կոնկրետ ասում եմ, ռեպրեսիա, ճնշումներ, ինչ։ Իսկ ձայնակ 3 սրբազան են կալանավորել։ Ներողություն, իսկ ձայնագրությունը, որը հրապարակվել է, դրա հետ կապված ինչ կարող եք ասել, պարոն Ղուկասյանն է թե ոչ։ Խշխշոց էր գալիս, ձայնագրությունները ինչը ուզենան կսարքեն, 21-րդ դար է, արհեստական ինտելեկտ, ինչ ուզենան, այն կարող են անել։ Եթե հիշում եք, մենք որ նոր եկել էինք քաղաքապետարան, Գյումրու քաղաքապետը հանեց մի հատ ցույց տվեց։ Իր նկարով իտալերեն էր խոսում, գերմաներեն էր խոսում։ Ինչ ուզենանք սարքեն, հետո սրբազանների գործով կար ձայնագրություններ, որը մոնտաժված էր, հետո լսեցինք մյուս մոնտաժ, այդպես ամեն ինչ կարող են անել։ Հիմա ժողովրդավարությունը էս է Հայաստանում։ Ես պարզապես զարմանում եմ, թե դեսպանատները ինչի չեն արձագանքում։ Տարիներ առաջ, եթե ոմը մեկին կալանավորեցին, դադարանով իրեն արդեն դադեցին, ամբողջ եվրոպական երկրները, մնացած երկրները աղաղակում էին, թե քաղբանդարգյալներ են, ինչքան քաղբանդարգյալ կա։ Ես ձեզ ինչ ասեմ, սրբազանների, զինվորների, հերոսների հայրերը այսօր քաղբանդարգյալ են։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ նաև Վարդան Ղուկասյանը ֆիզիկական ոչնչացման այդ վտանգի վերաբերյալ էր խոսել։ Հիմա եղել է 2007 թվականի փաստ, եղել է մինչև հիմա չի բացահայտվել։ Մինչև հիմա չի բացահայտվել այդ գործը։ Ասում ես հնարավոր է որ իր նկատմամբ եւս հա ֆիզիկական հաշվի։ Դե տեսնում եք ինքնկայուն ամեն ինչը տեղը, սա անձնավորություն է։ Տիրապետում է ամեն ինչին, գիտեք, բանիմաց, խելացի, ֆիզիկապես առողջ է, ինչ որ խնդիրներ ունի, բայց դա կապված չէ նրա հետ որ իր ուղեղը թմրի։ Չի կարող այդպիսի բան։ Եթե որևիցե բան եղավ, ուրեմն այս իշխանության մեղքն է, այդքան բանը կարող եմ ասել։